կա հետո դուք։ Ինչպես է Կենտրոնական բանկը գնահատում Հայաստանի տնտեսական ֆինանսական կայունության պոտենցիալ ռիսկերը Իրանի շուրջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի վատթարացման դեպքում, որ հիմնական ուղիներով արժութային շուկա, առևտրային հոսքեր, վճարահաշվարկային համակարգ կարող են այդ ռիսկերը առաջնահերթորեն դրսևորվել։ Նայած ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները Իրանի շուրջ, եթե ապոկալիպտիկ սցենար տեղի ունեցավ, այսինքն ռազմական գործողություններ Իրանի սուվերեն տարածքի նկատմամբ ֆիզիկական զորքի կիրառմամբ, այդ մի սցենար է, հարվածներ օդային երկրորդ սցենարն է ու ուղղակի ավելի հռետորաբանական կոչեր, դա երրորդ սցենարն է։ Դեպքերի զարգացմանը մենք ոչ թե պատրաստվում ենք ըստ էության այդ 3 սցենարներից, որը տեղի կունենա, 3-ն է քննարկվում է, բայց մենք պատրաստվում ենք մեր համակարգի գործիքակազմը ճիշտ կառուցելով եւ բուֆերներ ունենալով։ Այսինքն ես կարծում եմ, որ եթե Աստված ոչ արասցի, այսինքն ինչ-որ տենց զարգացումներ եղան, որոնք բնականաբար բացասական ազդեցություն ունենան մեր վրա, մենք որպես համակարգ պատրաստ ենք այդ ազդեցություններին դիմակայելու տեսանկյունից, բայց հուսանք, որ նման զարգացումներ տեղի չեն ունենա։ Սպուտնիկ։ Շնորհակալություն, կպարզաբանեք, թե